Կարածան դաշտի միրգ համով է։ Եթե մի բանի մեջ սեր կա, ամեն ինչին արդյունք կա։ Ոչ մի բան, ես հողն է ու վсё։ Գեղեցկություն, բնության գրկում ամեն ինչը ժամանակի մեջ է։ Ընկերեն պետք է քաշեմ։ Մեր գյուղը Քավսաշեն համայնքը շատ համով համայնք է, շատ լավ ժողովուրդ են, մեկը մեկին հասնող, կամեցող, Աստված ոչ անի, եթե մեկի ընտանիքում է դժբախտություն հայլում, մահ հայլում, սաղ գյուղը մի մարդու պես կանգնած է։ Մանկուց տեսենք ծնողներս ոնց են աշխատել, ոնց են չաչրվել, մեծ էլ արդեն փոխվում է մեզանով էլի, մենք է շարունակում ենք։ Սերունդը մենք ենք, մեզնից հետո մեր երեխեքն են լինելու։ Հիմնականում դեղցա ծիրան է, դա մշակություն է, գյուղական պայմաններում սա է, մենակ։ Ժողովուրդը տանջվում են, էլի։ Ովքեր որ շփում չունեն, չեն իմանա այդ ինչա, ինչքան աշխատանք ունի, ինչքան տանջանք ունի, մինչև այդ բերքը քաղելը։ Ով որ շփում արդեն գիտի դա արժեքը։ Որը որ հիվանդա ճյուղը խոսքի դա հանում ես, որը որ շատ խիտ է դա հանում ես։ Ծառը, ասենք, շատ բարձրն էլ պետք չի, որ շատ բարձրանա, հետո այնված բերքավաքի ժամանակ խնդիրը դա առաջանում, որ աշյան պետք է օգտագործես, նորից բարձրանաս, քաղես։ Եթե գյուղական համայնքում ես ապրում, գյուղում ես ապրում, պետք է աշխատես։ 90-ականներից ինչ հողերը տվել են, 48-49 թվից, չէ առեսուր։ Ծնողներս են, մեր ես եմ արդ, մեր մոտը բամբակի արտերայել է։ Աշճանովա բնակչությունը ժողովուրդ եկել են, կամաց, գյուղը հիմնադրվել է։ Հեշտ չկա, սովորական հաց ուտելն էլ դժվար է։ Որ պետք է ստեղծես, որ նոր ուտես, որ չստեղծես, չես կարող ուտես։ Առանց քրտինքի ոչ մի բան հեշտ կուլ չի եթում։ Դե գարունը բացվող արդեն քո գործը դու գիտես, որ պետք է դուրս գաս քո այգին նետելու, տիրություն անելու, խնամելու։ Կամ չէ ժամ 11, 12, 1, 2 աշխատես, ընտանց հետո ասենք հոգնես, ասես դամոյ։ Ծառը պետք է նայես, որ շատ խիտ չլինի, խիտ եղավ, բերքը լավ չի լինում, փչանում է, նստում է իրար վրա, փչանում է, մեծանալուց։ Իրամոտ սկսում է նեղման պրոցես, եթե մեկը մեկին կպնում է, դեն դա արդեն ինքը սեղմում է, մյուսը մեկը մյուսին սեղմում է, արդեն փչանում է, ինքը փչացնում է։ Իսկ հիմնականում ամեն մեծար պետք է նայես, հասկանալով կտրես։ Եթե չհասկանալով չկտրիր, արդեն 1, 2, 3, 4, 5 տարի հետո արդեն ծառը պետք է քոքից անես։ Ինչ գործեր անենք, վերջում գալու ենք սա վրա։ Ամեն ինչին համբերություն է պետք։ Դե համբերես, որ կանաս տիրություն անես, չհամբերես, չես կարող անես։ Ինչ էլ անենք էս է։ Էս է մեր գյուղական զբաղմունքն է։ Եթե չանես, չես կարող ապրես, գոյատևես։ Ճիշտ է, սրանով գոյատևում է, բայց էլի լավից վատից ապրում ենք։ Շլորել կա, դամբուլել կա, անես չասենք, որ մի տեսակի ծառա ու վсё։ Ամեն ինչն էլ աճում է, կիվին էլ աճում, բանան էլ, կառալյոկն էլ, ամեն ինչն էլ աճում է։ Ուղղակի պետք է սովորել ես դրան։ Ասենք մեր ժողովուրդը հիմա հիմնականում
Սես բաների են սովոր, ջերմոցային սիստեմներին են սովոր, բայց այդ կիվի բանան, մեկ էլ մյուսը դանք շել է։ Դե չէ, ասենք ամեն մի ծառ իր բերքի բանով իր անունը ունի։ Ասենք ծառ կա, ասենք Ուսպեխնա, Թուզդեղցա, Շլորա, դե Կարալեսկի դեղսնա, տարբեր ամեն մի ծառ, ամեն մի բերք իր անունը ունի։ Էսի կոշտուկ ենք մենք իրան ասում, որտեվ բերքի վրա ինքը էսից գործնուկների նման կա։ Իմ այսօրվա օրով լավ ապրանք ունեցար, պահանջարկը լավ է։ Վատ եղավ, կոնսերվի պետք է տանես տապես։ Չեն խոսում, բայց ծառին նայում ես, արդեն զգում ես, մանավանդ անդհատել մեջն ես, շփում ունես հողի հետ, ծառների հետ, արդեն դու ինքդ որ նայում ես, արդեն գիտես, որ ծառն է հիվանդ, որն է առողջ։ Որ չեղե, կորցրել եք։ Անցած տարի օրինակ ջրհեղեղը եղավ գյուղում, սելավատարները, վերևից անձրևները, ոսկերը շատ ուժեղ եղավ, որոշ մարդկանց ահագին վնաս տվեց, որը կարկուտը, ահագին մարդիկ տուժվան անցած տարի։ Բայց էլի ապրան, ժողովուրդ ապրան։ Դե ամեն ինչին է պետք է ուշադրություն դարձնես, չդարձրείς արցունքի չես հասնի։ Եթե այս տարի հիվանդությունը բռնես սրսկի գալող տարի բեր չի տա քեզ։ Ասենք կտա, որը որ շատ քիչ մի հիվանդություն է, որ ինքը սպիտակ սենց օբշի ծառը սպիտակ բռնում է, սկսում է քամել ծառն, չորացնել։ Եթե բռնես ճղին, ճյուղը լրը չորացնում է, եթե դեմը չառնես։ Փոշոտման համար մեղուն եթե չեղավ, առաջնա հերթ ծիրան հիմար է վատ։ Ինքը փոշոտում շատ դժվար կանի։ Իսկ որ մեղուն ծիրանի փոշոտումը տալիս է, արդեն բերքդ լավ է ելնում։ Թե ծիրանին, թե դեղցին, թե շլորին։ Եղանակ մի քիչ տաքանա, որ կանենք գործ անենք, աշխատենք։ Թե չէ շատ շուտ էլ չես կարագած, որտեղ ցուրտ այլում առավոտները։ Դες երևի 3-4% կպահի արդեն։ Ասենք այս ծաղիկների վրա ստես 2-3 հատ, այս երկուսի վրա, մեր 2 հատ սանս վրա, ասենց տարբեր էլ, նայած կաղա լրիվ մեր ճյուղի վրա լրիվ թափի, մեր ճյուղի վրա մեր 2-3 հատ պահի։ Հողը չի օգնում, հողը մարդիկ են հոգնում։ Չի լինում ֆինանս, չեն կարում սնունդ տան, չեն կարում բերք ստանան։ Հողը կյանքում չի օգնում։ Հողը ոսկե իր դիրքին մնում է։ Տեխնոլոգիաները որ կան հեշտացել է, բայց գյուղացու համար միշտ խնդիրը, առաջնահերթ խնդիրը գումարային խնդիրն է։ Այս գարնանոցով ժողովրդի մեծամասնությունը բանկերում են։ Եթե բանկը չունի, գյուղացին չի կարող իրար կա։ Վերցնում է, դնում, անում է, առնում է, որ կարողանա գոնե մի բան առաջ գցի։ Չանես չես տանում։ Գարունը բացված ծախսա միջև խորաշուն, միջև բերքը քաղելը։ Սիլիտրան, թույնն, տրակտորա, վարա, ցանքսա, մեկ էլ մյուս հազար մի բաներ կան։ Եթե չտվի, սնունդ չտվի, ինքը քեզ բեր չի տա։ Մեծ այգիներին թիմային աշխատանք է պետք։ 1 հեկտար, 2 հեկտար, 3 հեկտար, այդ արդեն ինչքան մեծ, այնքան թիմային։ Այնքան աշխատուժ է պետք։ Ասենք մի հոգին չի կարող այդքան անի։ Որտեղ ինքը անծանր գործ է։ Համը չես հասցնի անես։ Անպայման պետք է տաս անուղի։ Անուղի էլ տաս պետք է գումարելի, որ տաս գան անեն։ Մարդիկ կան չեն հասկանում, հիմնականում տալիս են անուղների։ Ասենք մարդիկ կան, որ գարնանոցով էլի մենք սկսում են գործ անել, ասենք ծառ ծերատել է, այգի կտրելն է, ով ոնց կարում է, ոնց հասցնում է, էլի։ Ով էլ որ գիտի ինքը իր ձեռով անում։ Բոլոր ծառերը պետք է խնամես, խնամ քո մոտիկ անես, չմոտիկացած չի լինի ինքը, չի ծառայի։ Հիվանդությունը կբռնի չորանը։ Ցրտահարություն որ եղավ, արդեն ինքն իրան սևանում է։ Ծաղիկներն է սևանում։ Պարծել ենք, ճիշտ ասած, այդ ցրտահարությունից, որտեղ այս վերջում ցուրտ արեց, մի պահ մի հատ սառավ եղանակը ու ձուն եկավ։ Մի ակնթարթում 2-3 րոպեվա տարբերություն էր։ Այդ սառվա ժամանակը այդ այլ է։ Դրանից հետո արդեն
կարգավորվել է, կանոնավորվել է եղանակը։ Չէ, կարելի է բան անել դաժե, հոսանքը քաշել ամեն մի ծառի տակ մի հատ էլ դինամիկ տանել, թե ծառերը երաշտան ծաղկեն ամեն բեր տանել։ Ժամանակը գիտի, որ մենակ ենք ելում, մենք մեզ էլ ենք խոսում։ Ծառը պետք է նայես, որ շատ ներքև չլինի։ Ասենք որ քեզի քաղելն էլ մոտիկանաս քաղես հեշտ էլի, ծառի մեջը բացելի, ծառի մեջ կան բաց եղավ, այնքան հիվանդությունը քիչ այնում։ Իսկ որ ծառի մեջը խիտ եղավ, ընդ հիվանդությունը շատ է լինելու, արդեն համ բուժումն է, հավել բուժում ես անելու, համ էլ տանջանքն է շատ լինելու։ Թունաքիմիկատը գյուղում կա, առնում ենք, բերում մեքենաներ կան, սիստերները վրեն դրած, բերում ենք դաշտերը սրսկում ենք։ Հիմնականում սրսկում ես որդի, բլոճի, հիվանդություններ, էլի, տարբեր հիվանդությունների համար։ Հիմնականում հեսա արդեն ծաղիկը որ խփել է, որդը աշխատում արդեն։ Տեղեր կան, որ ծաղիկի մեջ արդեն որդը մտել է, կա։ Ոչի բանի վրա ուշադրություն պետք չի դարձնել, պետք է հույսը տնենք մենք մեզ վրա։ Դե պետությունը գալիս է ցրտահարության բանի հիմար, դեպի գրանցում բան ես անում։ Ու վсё։ Մարդուց գազանը չկա, բայց մարդն էլ է վախենում կենթանուց։ Դե հիմնականում օծն է, գյուრძան է, ուրիշ ոչ բան։ Ոչ, հոգեհարազատ ձևի լավ օծեր կան։ Աշուն են ծառի մոտ է չթռնել, եթե նա թևիս ասուցա խփել էր արդեն։ Սիրելու վրա է։ Կին տղամարդ չկա, եթե սիրում ես անում ես, չէ սիրում չես անում։ Մի խոսքով թոշակից հետո արդեն ոնց էսի քո զբաղմունքն էլի։